Ողջույն ծովահայերն է եթերում ես Աննա Մարտիկյանն եմ։ Ծովահայերի եթերում այսօր ճանապարհորդություն է դեպի երկիր։ Մտովի այցելելու են կորուսյալ հայրենիքի աղբյուրներին, գետերին, Վանաձորին, որտեղից ծնունդ են առել մեր առասպելազրույցի դյուցազունները, որոնց ջրերով դեղ ու դարման են արել, զորեղ աղբյուրների մասին հեքիաթներ ու երգեր հյուսել։ Ծովահայերի հյուրերն են Տիրար կազմակերպության ղեկավար, պատմաբան Վահե Լորենցը եւ պատմաբան հնագետ Մերի Սաֆարյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել Ծովահայերի տաղավարում։ Ուխտագնացություններ Արևմտյան Հայաստան շատ են լինում տուրեր, որոնք մենք անվանում ենք ուխտագնացություններ, ոչ թե ճանաչողական տուրեր կամ սովորական այցելություններ։ Ձեր կազմակերպած ճանապարհորդությունների ընթացքում դուք նաև կազմակերպում եք ուխտագնացություններ ջրերին, մեր ծովերին, ջրերին, աղբյուրներին։ Շատ կարող ենք խոսել տարբեր ուխտագնացությունների մասին, բայց ուզում եմ հիշենք 2015 թվականին կազմակերպած ուխտագնացությունը, երբ եւ Վանաձովակին էր եւ Անահիտի 40 աղբյուրներին իրենց մոգական հատկությամբ, ինչը մինչև օրս հիշում են տեղաբնակները, չնայած որ իրենք չեն այդ ավանդույթի կրողները, սակայն կարծես թե պահպանում են ավանդույթից որոշ տարրեր, որոշ հավատալիքներ, ոչ այնպես ինչպես մենք, բայց հավատալով այդ ջրի զորությանը։ Ինչպես ստացվեց, որ կազմակերպեցիք ուխտագնացություններ հենց աղբյուրներին, ջրերին։ Ուրեմն Աննա ջան, նախ տեղաբնակների հետ կապված որոշակի առարկություն ունեմ, որովհետև դարսի մի շրջան բնակեցված է ալևիներով, իսկ ալևիները նրանց հիմնական հատվածը հենց նախաքրիստոնեական պաշտամունքը պահած հայերն են, հեթանոս հայերը, որոնց դավանաբանական առանցքը հիմնականում միհրապաշտությունն է։ Այդ մասին անգամ մեր զարգացած միջնադարում 12-րդ դարում գրում են Արսե Շնորհալի կաթողիկոսը, որ այդ տարածաշրջանում շատ արևորդիներ են ապրում։ Եվ նրանք քրիստոնեություն այդպես էլ չընդունած այն հայերն են, որոնք ապրեցին եւ մինչեւ 1915 թիվը հայախոս էին։ 15 թվականից հետո, քանի որ հնարավորություն չկար դպրոց եւ այլն ազգային կյանքով ապրելու, դարձան քրդախոս, բայց նրանք գենետիկ հայեր են եւ պահպանում են իրենց բոլոր ծեսերը, պահպանում են իրենց սովորույթները եւ անգամ առիթ ու բախտ եմ ունեցել ներկա լինելու նրանց ծեսերին, որը մեր հենց հայոց հեթանոսական դավանանքն է։ Ինչպիսին են այդ ծեսերը, հետաքրքիր է ինձ։ Դե այնտեղ որոշակի մենք այստեղ չենք կարողանում տեսնել այդ ծեսերը, մոռացվել են այստեղ, իսկ ինչ է պահպանվել այնտեղ։ Այնտեղ հետաքրքիր է, որ ծիսակարգը նրանց մի քանի մասի է բաժանվում եւ իսկապես հիմքում նաեւ ջրի պաշտամունքն է, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, կոնկրետ դերսիմում Մնձուր գետը, որ հենց սկիզբ է առնում Անահիտ Աստվածուհու 40 ծիծերից բխող աղբյուրից։ Մենք այնտեղ եղանք եւ տեսանք, որ բազմաթիվ տասնյակ ակից, այսպես ջրյակից աղբյուրը հորդում է եւ մի փոքրիկ լճակ է կազմում, որից սկսում է սկիզբ է առնում Մնձուր գետը։ Եւ այդ աղբյուրի ակերի մոտ մինչ օրս թե ալևի հայերը, թե մահմեդական քրդերը, դե բարեբախտաբար այդ շրջանում թուրքեր չկան կամ քիչ են ապրում եւ մոմ էին վառում, այսինքն իրենց գենետիկ հիշողությունը 100 տարվա մեջ դեռ այնքան վառ է, որ անգամ այդ մոմավառության ծեսը, որ իսկապես ամենևին է քրիստոնեության հետ աղերս չունի, գալիս է նախաքրիստոնեական պաշտամունքից, անգամ այդ պահել են, պահպանել են եւ նրանք ուղղակիորեն կորցրել են միայն այս ընթացքում իրենց լեզուն, բարեբախտաբար վերականգնվող ռեսուրսը։ Ինչն էր ինձ հետաքրքիր, ինչից իրոք զարմացա, երբ տեսա, որ այդ ակունքների մոտ մենք ուղղակի գնում ենք դեպի ակունքները պաղ ջուր խմելու կամ ինչպես հավատում են բուժիչ ջուր խմելու եւ զորեղանալու մեր պատմական երկրի աղբյուրի ջրից եւ այնտեղ տեսա ակունքի մոտ իրենք հանում են իրենց ոտքերը, այդ բոբիկ ոտքերով էին գնում եւ ակունքների մոտ քարերին հնարավորինս արդեն դուրս եկած քարերի վրա մոմեր էին վառում։ Ես կարծում եմ դա կոնկրետ իսլամական սովորույթից է փոխառած, որ ոտքերը հանելը թե մահմեդականներն էլ չէ, մսկիթ ոտաբոբիկ են գնում, ես կարծում եմ դա այնտեղից է փոխառած արդեն այդ սովորույթը, բայց այդ աղբյուրի ջրերով կարելի է ջուրը խմել, լվացվել, բայց ոչ երբեք լողալ։ Այս այլ իրանք պահում են, մաքրագործում են, որպեսզի ասենք չափականեն աղբյուրի ակը։ Եվ այդ աղբյուրը մաքուր պահելու այդ ամեն ինչի այդ սովորույթների մասին իհարկե մերին մեզ
պահի կպատմի, որովհետև ամբողջ Հայաստանում մեր բոլոր ազգագրագավառներում հետ կա, անգամ մեր բանահյուսական խոսքում կա նման երևույթներ շատ։ Մերից մեկ ակնկալիքներ ունենք։ Անկեղծ ասած ինձ համար եւս այդ ուխտագնացության ընթացքում նախ առաջին մեծ անակնկալը դա տեղի հայերն էին, որովհետև անկեղծ ես չէի սպասում, որ այնտեղ այդքան պահպանված կտեսնեմ հայերի։ Թեև նրանք իրենց հայ չեն համարում, այսինքն չեն կոչում հայ, կամ թուրք են, կամ քուրդ են, թեև նրանք հայերեն չեն խոսում հիմնականում, բայց իրենց մեջ ավելի շատ հայկականություն կա պահպանված, քան այսօր այստեղ այս Հայաստանում։ Հայաստանի այս ինչպես արտահայտվեց հայկականության պահպանման։ Նախ այն որ իրենք ստիպված են օտար կամ թշնամական կամ մահմեդական միջավայրում լինելով իրենք էլ մահմեդական, իրենք իրենց ազգային ավանդույթներից փոքրիկ պատառիկներ շարունակում են պահել, այ ինչպես դուք եւ Վահեն նշեցիք, հենց միայն նույն այդ անախտաղբյուրներին ուխտագնացությունը իրենց պաշտամունքը միգուցե իրենք ամբողջ խորությամբ էլ չեն գիտակցում, թե ինչու են շարունակում լինելով մահմեդական մոմ վառել այդ քարերի վրա ու պաշտել այդ ջուրը, ակունքները, բայց դա հեթանոսությունից եկած այդ պաշտամունքն է, որ մորից երեխա փոխանցվել է ժառանգաբար եւ այսօր իրենք շարունակում են այդ ծիսակատարությունը վառ պահել։ Ինչ առասպելազրույցներ կան կապված Անահիտի աղբյուրների հետ։ Ինչ են պահպանվել։ Կան հավատալիքներ, որ ինչ որ հիվանդություններ է բուժում կամ ինչպես ընդունված է ասել մուրազներ է կատարում։ Կան իհարկե, իդեպ դա միայն դրսի մի մասին չի խոսքը, ցանկացած գավառում Հայաստանի, երբ տեսնում ենք աղբյուր, որի հետ որոշակի ինչ որ ծիսական արարողություններ, ծիսակարգ կա, պահպանված կամ փոխանցված սերնդեսերունդ, այդտեղ բնականաբար կրկնվում է։ Իհարկե ամենք մշակույթի լոկալ դրսևորումներ ունի, բայց կոնկրետ Անահիտի աղբյուրներում այդ կապված ես լսեցի ու կարդացել եմ, որ սա նաև պտղաբերության սիմվոլն ունի, հիշենք նաև մեր էպոսը կամ ծովինար աստվածուհու կերպարը, որ ասում է 1.5 բուրջուր խմեց եւ հղիացավ, եւ այդ նույն ավանդույթը մինչեւ Եղեռնա տարածված էր նաև այդտեղ եւ շատ կանայք ովքեր խնդիր ունեին պտղաբուրման հետ, չբերության խնդիր ունեն, գնացել են այդ աղբյուրների ջուր են խմել, որպեսզի ասենք աստվածների օգնությամբ կարողանան իրանք պտղավորվեն եւ ինչն էր հետաքրքիր դրսի մեի դեպ մենք ամբողջ արևմտյան Հայաստանը բազմիցս այսպես շրջակայել ենք դրսիմում եւ Արցախում եմ տեսել ժինգյալով հաց պատրաստող կանանց այնտեղ նստած հենց աղբյուրի մոտ փոքրիկ սրճարաններ կային ու ժինգյալով հաց է պատրաստում նույն Արցախի այդ ոնց որ արցախցիներն են պատրաստում խոտաբույսերով իդեպ կանանցից մեկը թխամաշկ էր նաև մուկ մազեր ուներ իսկ մյուսը կապուտաչիա սպիտակամաշտ իր այդ զանազանվող ես հարցրեցի ազգությունը երկուսն էլ ասացին ալևիներ են այստեղ արդեն խառնարյունության խնդիր է գուցե թե բայց իրանք հայ են եւ այդ ջրերի հետ կապված նաեւ հարցազրույց ունեցանք, հարցազրույց տվեցինք այնտեղ դրսի մի տեղական հեռուստաընկերությանը թարգմանի միջոցով երբ ասա ավելի շատ հարցազրույց չէր, հարց ու պատասխան էր, զրույց էր եւ լրագրողներն էլ էր ասում, որ մեզ մոտ այդ հավատալիք կա, այդ ավանդազրույցը կա, որ արևը ամեն օր հենց ջրի մեջից է դուրս առնում, հալնում եւ մայր է մտնում ժայռերի մեջ, եթե մենք համեմատական անցկացնենք մեր էպոսի հետ, դարձյալ մեծ փոքր մհերը փակվեց ագրավակարում ժայռի մեջ եւ հնագույն մեր հավատալիքներում իսկապես այդպես էլ կա որ արևը հենց աղի ծովից է դուրս եկել այսինքն վանածովակը եւ այդ ամեն ինչ իհարկե ընդհանրական է բայց տարբերվում են լոկալ իրենց մշակույթով օրինակ Հայաստանում շատ տեղեր կան որ էլի ջրի պաշտամունքի հետ բուժիչ նշանակություն են տվել ասենք իմ ծննդավայրում Աղթալայում
հենց պապս մի այգի ուներ, կոչվում էր Քոսոտուլի աղբյուր, այդտեղ այգու մեջ ժայռից ջուր էր բխում, բավականին անալի համուն էր այդ ջուրը, եւ ավանդույթ ասում էր, որ մի հովիվ բսարը բարձրանալիս Քոսով հիվանդուլին այդտեղը թողել, գնացել աշնան եկել տեսել ու լբուժված, արդեն մեծ այծ է դարձել եւ իսկապես տեղացիները ովքեր մաշկային հիվանդություններ ունեն, հավատալով դրան գնում էին աղբյուրի ջրով լվացում եւ այդ արևմտյան Հայաստանում շատ տեղեր կան, այսօր էլ պահպանված, ազգագրական շատ նյութ կա նաեւ այդ լրացնեմ Վահեին այդ նույն ջրի պաշտամունքի հետ կապված ոչ միայն արևմտյան Հայաստանում, այլ նաև այստեղ նույն Արայի լեռան վրա Ծաղկևանքում կա, որ աղբյուրները դարձյալ այդ պտղաբերության հետ կապված չբերկանայք շարունակում են մինչ օրս էլ այցելել, այդ ջուրը եւ բուժիչ է եւ նաև պտղաբեր, ինչպես իրենք են ընկալում ու որ պապի աղբյուրը հիշեցնեմ, որ Սրվեղի վանական համալիրում Տավուշի մարզում նախորդ տարի պեղումներ սկսեցինք, այնտեղ էլ ժայռից բխող աղբյուր կա, որ էլի տեղացիների համար համարվում է սուրբ եւ ըստ այսպես պատմագրության ժամանակին, երբ որ վանական համալիրը կառուցվել է, հարակից բարձունքներից կավե խողովակներով ջուր են բերել վանքի այդ միայն համայնականների համար եւ հենց այդ նույն վանքի տակ ժայռից էլի աղբյուրը ջուրը դուրս գալիս ու դա իրենց համար մնում է պաշտամունքային, իրենք այդտեղ որ այդ ջուրը օգտագործում են որպես բուժիչ ջուր։ Մի հետաքրքիր ասեք մի հետաքրքիր զուգադիպություն կա, որ հենց ժայռից դուրս եկող ակունքներին են ավելի շատ սուրբ աղբյուրներ, հա, այսպես ասած, կամ բուժիչ աղբյուրներ համարում։ Նույնը Գեղարդավանքում է, նույնը Քոբայրի վանքում կա, ժայռից բխած աղբյուրի վրա անգամ սրբավայր են կառուցել եւ բնականաբար ազգային ավանդույթը պատում է, դա ջրի պաշտամունքին է վերաբերվում, ասենք երբեմն ծովինար աստվածու, երբեմն կենարար ջրերի տիրուին համարվող աստղիկ աստվածուհու, որի պատվին նաև այդ վիշապաքարերն են դրել ջրիակերին, որի իմաստը անգամ հայոց հեքիաթը ինչ է ասում, վիշապ եկավ ջրիակը կապեց 7 կույս աղջիկ պահանջեց եւ այդ հեքիաթի տղեն, կինոյի տղեն, հերոսը Վահագնը, ասենք գալիս վիշապներին սպանում է եւ ջուրը ազատում ջրիակը եւ որպես չարխափան խորհուրդ, տեսեք ոնց որ քրիստոնյան չարխափան խորհուրդ խաչ է կախում վզից, խաչեն գործիքներ, որի վրա Հիսուսին խաչեցին եւ որպես չարխափան նշան կապում են նույն հեթանոս շրջանում, որպես չարխափան նշաններ ջրիակերին, ասենք ակունքներին վիշապաքարեր են դրել եւ իր անդրադարձը կա ամբողջ հայկական բարձրավանդակում եւ ջրի հետ կապված հետաքրքիր պատում ունի նաեւ Լոռիում, շատ քիչ հայտնի է, այսպես ասք ասենք կամ էպոս ասենք, նույն մեր Սասնածռերի էպոսն է, բայց տարատեսակ է Լոռվա համար լոկալ, այստեղի տարբերություն Սասնա էպոսի հերոս չկա, բայց էլի ասում է, որ վիշապը արդեն 7 գլխանի վիշապը ջրիակը կապում է եւ հերոսը գալիս սպանում է, ասենք Ալանունով Դևին սպանում է, ժառին է գամում, դվալ սառնա դրանից առաջանում, այսպես բոլորին սպանում է եւ նրանց քույրերի արտասուքից գետն է հոսում Դև Բեդը, Թումանյանն էլ չի գրում, չէ, Դեբեդ գրում է, գալարվում է գիժ Դև Բեդը, Բեդը ստեղ անունն է Դևի, այսինքն ինքը նույն Դևն է, որ իր եղբայրների մահից պատճառով լացում է եւ նա արցունքներից Դեպեդ գետն է ձևավորվում։ Եվ նման ասքեր շատ կան բնականաբար արևմտյան Հայաստանում մեր Սրբազան տարածանին, որտեղ ասենք ես պիտի ասեի վերադառնանք արևմտյան Հայաստան եւ մեր ուխտագնացությունը շարունակենք այցելենք Արածանի մենք Արածանի ափին միշտ կանգ ենք առնում, լողում ենք եւ Արածանի հետ կապված, ջրի հետ կապված հետաքրքիր ավանդազրույցներ կան, նույն Աստղիկդիցուն, երբ ամեն առավոտ գնում էր Արածանի գետում լողալու, պատանիները հավաքվում են սիրո Աստվածո մերկությունը տեսնելու, բայց մշուշով է փակում, հա, եւ մշոդաշտ դրա համար է կոչվում, մշուշով է փակում, որովհետեւ իր մերկությունը միայն Վահագնին է, չէ, պատկանել։ Եվ 301 թվականին Մկրտությունը Տրդադերորդը Գրիգորը կազմակերպեցին Արածանին, ինքը համարվել է հայոց ամենասրբազան գետը, եթե Արաքսը մայր գետներ, Արածանին սրբազան գետներ, եւ Արածանի հետ կապված բազում ավանդազրույցներ կան պահպանված եւ նաեւ դրա հետ է կապվում այդ հայոց հոգեվոր արժեքները հենց Արածանի ափին են գտնվել հիմնականում մեր գլխավոր սրբավայրերը, նաեւ ջրի պաշտամունքին վերաբերող։ Շնորհակալություն, այցելենք Վանալիճ։
Վանա լճի Արճեշի հատված։ Ինչ կա Արճեշի հատվածում։ Պատմությունը ինչ է մեզ թողել։ Ինչի համար եմ հենց Արճեշը նշում, այնտեղ կան Վանա լճում շատ հետաքրքիր ջրասույզ պատմություն կա նաև։ Վանա լճի տարբեր հատվածներում ամբողջ ափի երկայնքով մեկ եւ նույնիսկ այնտեղ հնագույն քաղաքակրթության հետքեր հայտնաբերվեցին։ Սկսած հնագույն քաղաքակրթությունից մինչև միջնադար, այնտեղ նաև Թովմա Արծրունին հիշատակում է Գագի Կարծրունու կառուցած խոսքը Աղթամար կղզում է։ Աղթամար կղզում եւ արդեն Գևաշ է կոչվում, այդ Գավաշի հատվածում, այնտեղ հիշատակում է Գագիկ թագավորի կառուցած պալատի մասին, հենց ջրի ափին, որ հետաքրքիր նկարագրելով թե ինչպես էին Վանա լճի ջրերը խաղում եւ այդ ալիքները պալատից ներս ընկնելով նոր երանգներ էին տալիս, բայց այդ ամենը հիմի հանգչում է ջրի հատակին եւ տարբեր ըստ միջազգային մասնագետների, գերմանացի մասնագետների երկրաբանների, ովքեր փորձել են Վանա լճի բարձրացման գրաֆիկը կազմել, մոտավորապես պետք է լինի այս ընթացքում այդ Թովմա Արծրունու պատմածները, նկարագրածները 15 մետր խորության վրա, 15-ից 20 մետր խորության հատվածում անգամ բարձրանալ Նեմրութի հրաբուխը 1639 թվականի Վանի Նեմրութի մասին է խոսքը, երկրաբաններ ասում են, որ դրանից հետո սկսեց Վանա լիճը բարձրանալ, ինչ որ այդ ջրի հուներ Վանի ափը բարձրացրել է եւ կոնկրետ այստեղ Գավաշի հատվածում եւ նաեւ Աղթամար կղզում պատմիչներն նշում են, որ Գագի Կարծրունին կղզին արհեստականորեն մեծացրել է։ Երկաթի խառնուրդով ինչ որ բիտոնի պես զանգված է ստացել, արհեստական նավահանգստի մասին է խոսում։ Նավահանգիստ պալատ մի Աղթամար կղզու կեսն է մնացել եւ ասենք միջնադարյան աղբյուրները, որ նշում են Վանա լճում 7 կղզիների արկայության մասին, այսօր 4-ն են մնացել, որովհետեւ ջուրը բարձրացել է։ Այս Կարճեշի հատվածում, որ վերջերս էլ թուրք ջրասուզակները գտան հինագույն քաղաքի հետքեր, կարծում եմ դա պիտի լինի Ռուսա երկրորդ թագավորի նոր մայրաքաղաքը Ռուսանխինիլին, որը մոտավորապես ասում են Արճեշ քաղաքն է, բայց մոտավորապես կոնկրետ այդ քաղաքի Արճեշը իդեպ ասեմ, որ դա Արցկեի բերդն էր։ Մենք այցելել եւ տեսել ենք, դա Արցկեի ծովային բերդի մասին էր, որը 1045 թվականին հիշատակվում է, որ Տուղրիլ բեկն է գրավել։ Դրանից մի քիչ ավելի խորը կար նաև եւս մեկ հետաքրքիր շինություն, որը դեռ ուսումնասիրած չէ, մենք առաջինն ենք որ տեսանք այդ թուրք սուզորդների հետ, դա առանցին պատմություն է եւ քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, ցավոք սրտի, մերի ինչ պատմական աղբյուրներ ենք թողել Արևմտյան Հայաստանում եւ որ աղբյուրներին կուզեիք նորից ուխտի գնալ։ Կոնկրետ ինչ որ աղբյուր հիշատակել այս պահին դժվարանում են, որովհետև շատ են ակունքները եւ այդ բյուրակնի լեռներում կան, որ սնուցվում են մեր գլխավոր գետերից, ընդհանուր արժի ուխտի գնալ զուտ տեսնելու, հասկանալու համար, թե ինչ ունենք այնտեղ թողած ու ավելի արժևորելու այն ինչ այս պահին ունենք։ Դա կօգնի արժևորելու։ Կարծում եմ գիտակից մարդկանց այո։ Ինչ է պատմաբանի հնագետի համար գնալ տեսնել եւ նոր եզրահանգման կամ նոր աշխարհայացի ձևավորման եւս մեկ մակարդակ բարձրանալ։ Անկեղծ ասած ինձ համար շատ դժվար էր գնալ վերագտնել այդ ամբողջը եւ հետո նորից թողնելու հետ գալ, բայց ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, ինձ համար բացահայտում էր տեղի հայերի գոյությունը առհասարակ եւ այն, որ այնտեղ մարդիկ շարունակում են ապրել եւ պահպանել ինչ որ չափով փոքրիկ իրենց ազգային ավանդույթներից, դա ինչ որտեղ նաեւ ավելի հանգստություն է, հույս, որ երբևէ մենք կվերամիավորվենք եւ պատմությունը կրկնվելու հատկություն ունի ցավոք։ Եվ Վահե, ուզում եմ վերջին հարցը ձեզ տալ։ Այս տարի չնայած որ խառը նման քաղաքական իրավիճակին
Հնարավոր է կազմակերպել ուխտագնացություններ դարձյալ դեպի Արևմտյան Հայաստան։ Իհարկե հնարավոր է, բայց մինչև այդ հարցին ես մի աղբյուրի մասին խոսեմ, գիտենք, որ հայ ֆիդայիներից մեռանոց եղել են Գրգուր լեռը եւ Վանի Նեմրութը։ Հենց Վանի Նեմրութի խառնանի մոտ մի գեղեցիկ աղբյուր կա, շատ սիրուն աղբյուր եւ վրան գրված է ֆիդայի այդ աղբյուրը։ Ջուրեն խմել չէ, ցավոք լատինատառ է, ով ա գրել կարևոր չի, բայց հենց այդ աղբյուրի ջուրեն խմում մեր քաչ ֆիդայիները։ Իսկ ուխտագնացություն իհարկե միշտ ցանկացած անկախ քաղաքական իրավիճակից պետք է, որովհետև սա տուրիզմ չի։ Այսինքն անվտանգությունը երաշխավորված է։ Ասեմ Թուրքիայում երաշխավորել ասել անհնար է, բայց եթե ուխտի ես գրում պիտի նաև որոշակի ռիսկեր է պարունակում բոլոր դեպքերում, բայց դա պետք է գնալ։ Տաթևի վանք, չգիտեմ, աղթալ ամեն ժամանակ կարող են գնալ, բայց հայրենաճանաչողությունը, հայրենասիրությունը սկսում է հայրենաճանաչողությունից եւ պիտի գնալ տեսնել արմատները, տեսնել քո հայրենակցին, թեկուզ այլադավան տեսնել, հետը շփվել, դա օգնում է թե իրենց, թե նաեւ հենց մեզ, ինքներս մեզ։ Շնորհակալություն։ Հարգելի ռադիոլսող եւ հետեւորդ, հիշեցնեմ, այսօր ծովահայերի եթերում ուխտագնացություններ դեպի Էրգրի ջրեր։ Մեր հյուրերն էին Վահե Լորենցը, պատմաբան, տիրար ընկերության ղեկավար եւ պատմաբան հնագետ Մերի Սաֆարյանը։ Հաղորդումը վարեց Աննա Մարտիկյանը։ Մնացեք խաղաղությամբ։